հիշելով ձեր նախագահության տարիները, բանակցությունների հետ կապված, արտաքին քաղաքականության հետ կապված տարբեր գերտերությունների ղեկավարների հետ դուք հավասարի նման խոսում էիք, բանակցում էիք։ Այս իշխանությունների օրոք կարծես թե Հայաստանը եւ Հայաստանի ղեկավարները այնպես են անում, որ մենք վերածվել ենք ծաղրի առարկայի, օրինակ Նիկոլ Փաշինյանի պահվածքը, սրտիկները, որ ուղարկում են, երբևէ մենք այսպիսի արտաքին քաղաքական, չգիտեմ, ինչպես ձևակերպեմ, վիճակում գտնվել ենք։ Նախ ուզում եմ որպեսզի իմանձը այդպես անչանեք, չմեծարեք ու շապազանցացնեք, ես երբեք ես թույլ չեմ տվել համարելով հավասար երկու պետությունների ղեկավարներին, բայց երբեք թույլ չեմ տվել որպեսզի այս համարին երկրորդական համեմատությունը, ինչ ասեմ, որ ավելի պատկերավոր է, մոտավորապես ոչ որ բոլորը համեմատեք սարի հետ։ Բայց չէ, որ այսօր Հայաստանը չի գտնում Հայաստանի սեվանի շուրջ։ Չի գտնում։ Ես չեմ ուզում բերել այնպիսի օրինակներ, որ հավերում է, որ գերտերություններից մեկի ղեկավարը անվանում է այն եւ այլն։ Ալիևի հայրենիք։ Գիտեք, արտաքին քաղաքականությունը շահայություն չի։ Արտաքին քաղաքականությունը պահանջում է, որպեսզի մարդ հաստատական հավատա այն գործընթացին, որը ինքը վարում է եւ չփորձի քանդակազություն։ Բները պատահարի համար, բայց քանդակազություն, այսինքն լարի վրա այսպես խաղա։ Որտեղ ծանր է, դեպի ծանր է գնալ, չգիտեմ, մեծ հավասարակշռությամբ հայտնի վերև Նջալոց երկու փոստի գերտերությունների ղեկավարներին ես ցանկանում եմ անվերապահ համերաշխություն հայտնել այդ երկրներից, Ֆրանսիայի պաշտոնատար նախագահ Նիկոլա Սարկոզի եւ վստահ եմ, որ Ֆրանսիայի բարեկամ ժողովուրդը միշտ քշել է ծառայությունները իր Ինչու՞, որովհետև Սարկոզին մեծ մասնակ է եւ ես նրան հրավիրապահ եմ նրա ջանքերի համար գրել է որպես Մինսկի խմբի ղեկավար որպեսզի Լեռնային Ղարաբաղի հարցը լուծվի մադրիդյան սկզբունքների, այնուհետև հիմնարար սկզբունքների շրջանակներում։ Ինքնիես գաղթարավայրահանով, ցավոք սրտի ոչնա ոչես չհասցրեցին իրականացնել։ Ես որ շնորհակալ եմ։ Նախագահի հարցը եթե կարելի է, Արցախի վերաբերյալ Չէ, ուղղակի ես համար գրել եմ, որպեսզի չեմ մոռանա։ Ալմաթայի հռչակագրին է Նիկոլ Փաշինյանը տալիս այս Արցախի հետ կապված, եւ ստացվում է այնպես, որ Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք Ալմաթայի հռչակագիրը ստորագրվել է, Նիկոլ Փաշինյանը հողում է տալիս Ալմաթայի հռչակագրին եւ հայտարարում, որ Արցախը Ադրբեջանի մաս է կազմում, բայց միևնույն ժամանակ հայտարարում է, որ բանակցությունները Արցախի հարցում տապալել եք դուք եւ Ռոբերտ Քոչարյանը։ Ինչպես է ստացվում եւ ձեզ համար պարզ է թե ինչու է Լևոն Տեր-Պետրոսյանի անունը առհասարակ դուրս մնում այս գործընթացից, եթե նա է ստորագրել եւ Նիկոլ Փաշինյանն էլ երբեք դուրս չեմ ասել, որ 11 անգամներ մեզ երեքիս են ամենագրել Արցախը Դե ձեզ անասնե դուք լսել եք։ Ես չեմ հարցնում, չգիտեմ Դուք լսել եք քննադատություն, որ Լևոն Տեր-Պետրոսյանը եթե Ալմաթայի հռչակագիրը
չստորագրեր, ապա մենք այսօր Արցախը չենք հանձնել, ես դրա մասին եմ խոսում, այսպիսի քննադատություն իշխանությունների կողմից չեմ լսել։ Ախր Լեռնային Ղարաբաղ։ Հիմա դրան անհանգստացել։ Ախր դրանք կարա հասկանում եք, կարող է ինքն Մազդոկի հանդիպմանը տղոն կատարի, նա կարող է Մոնտեվիդեոյի ինչ-որ մի ռեստորանում հանդիպման տղոն անել, դա ինչ կա։ Ես մի քանի անգամ ասել եմ, պետությունների տարածքային ամբողջականության սկզբում որևէ հակասություն չունի ազգային որոշման սկզբում։ Ով այդպիսի հակասություններ է տեսնում, ուրեմն նա ծանոթ չի ոչ ՄԱԿ-ի սկզբունքներին և ոչ էլ Հելսինկյան սկզբունքներին, որտեղ սև սպիտակի վրա ելեն սկզբունքը և այս սկզբունքը։ Տարածքային ամբողջականության սկզբունքները վերաբերում են պետությունների միջպետական տարածքների իսկ ինքնորոշման իրավունքը վերաբերում են կենտրոնի և ծայրամասի տարածքներին։ Ես մի քանի անգամ վերել, մեկ տասնական ասել եմ, որ մենք ճանաչում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականություն։ Բայց դա որևէ կապ չունի Լեռնային Ղարաբաղի զինվորական և որևէ մեկը, ես նկատում եմ մասնագետներից կամ համանախագահներից չի ասել, բայց դու ինչի ես այդպիսի հակասական բաներ։ Իսկ եթե մեկ էլ լոքում կա, որ այս հարաբերությունները, այս սկզբունքները իրար հակասում են, այդ իր պրոբլեմն է։ Եվ ոչ թե այս հարաբերությունների պրոբլեմը։ Հարկ շտարասկալա։ ՄԱԿ-ի սկզբունքներում հակասություն է գտնել։ Կամ Հելսինկյան սկզբունքներում հակասություն է գտնել։ Ինչ։ Շնորհակալություն։ Շնորհակալ։